Հարկ նժդեհին, ես այսօր խոսել եմ ազնվական հայցեղի սովորույթների արժե համակարգի կարևորության մասին, որովհետև այս քեմալիստները, այս ՔՊԱ-ականները, շատ են փնովում, շատ են վարկաբեկում մեր սովորույթները, մեր արժեքները, մեր ինքնությունը, արդեն խորհրդարանում նախկին այդ առողջապահության նախարար Արսենը ասում է պետք է մենք ներգաղթ կազմակերպենք ու չի խոսում հայերի մասին, ասում է օտարներից մարդ պետք է բերենք, խառնենք մեզ, որ մարդ դառնանք։ Դե բնական է, այս պայմաններում ոչ մի լուրջ պետությունից որևէ մեկը չի գա, սրանք ճանապարհ են բացում թուրքերի համար։ Միայն թուրքը կուզենա գա Հայաստանում ապրի եւ յուրացնի։ Թուրքի գալուն կանադառնամ խոսքիս երկրորդ հատվածում։ Ինքը մեզ քննադատում է մոնոպետություն լինելու մեջ։ Ասում ենք ոչ մեկին չենք հանդուրժում։ Այսինքն մեզ սարքում է մի ագրեսոր, մի չար ցեղ, դրա համար որից մեկը չի գալի մեր երկրում ապրի։ Չէ, Արսենչիկ։ Մենք մոնո ենք, որովհետև մեր երկրում օտար ազգերը երբ որ գալիս ապրում են, կամ մեր կողքին երբ որ ապրում են, եւ տեսնում են մեր սովորույթները, տեսնում են, թե մենք մեր ընտանիքին ոնց ենք սիրում, մեր երեխային, մեր ծնողին, մեր հարազատին, մեր հողու ջուրը, մեր հայրենիքը, նրանք այդ համակարգի մեջ չեն տեղավորվում։ Աշխարհի միակ ժողովուրդն ենք, որի համար նախկին ու ներկա, իր անցավորը եւ իր ապագան շատ կարեւոր է։ Դուք ուզում եք կտրել մեզ այդ եւ անցյալից եւ ապագայից։ Եվ ուզում եք օտարին բերել մտցնել մեր աղագենցաղ, որպեսզի մեզ խառնեք, շաղախեք եւ մեզ թուլացնեք, մեր այդ արժեքները թուլացնեք։ Բայց մենք հազարամյակներով ապրել ենք ու ոչ մի անգամ չենք մերվել, չենք ձուլվել որևէ մեկի հետ, որևէ ցեղի հետ։ Եվ մարդիկ, երբ որ Հայաստանում ապրում են եւ արժանում են ուղղակի մեր ուշադրությանը, իրենց վարքով, իրենց բարքով, իրենց սովորույթներով, երբ որ տեսնում են իրենք մեր արժե համակարգում տեղ չունեն, իրենք են հեռանում, մենք սուրը ձեռքներից որևէ մեկին չենք քշել մեր երկրից։ Ուղղակի այն համամարտկային, այն ես չասեմ համամարտկային, հենց ասեմ հենց հայկական ազգային, որը վեր է համամարտկային արժեքներից, այդ սովորույթներին չեն դիմանում մարդիկ։ Հասկանում եք, չեն դիման, դրա համար են գնում։ Եվ ձեզ ասեմ, մեր այդ չձուլվելու հատկանիշը դա նաև ձեռնտու է մեր պետության ներսում ապրող ազգային փոքրամասնությունների մասին համար։ Դուք այնպես եք ներկայացնում, որ մեր երկրում առհասարակ ազգային փոքրամասնություն չկա։ Մենք քանի որ մոնո ապրող ենք, մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունը ինքը պաշտպանված է։ Մենք իրենց չենք ձուլում մեզ։ Տեսեք, մենք եզդիներ ունենք, եզդիական համայնք ունենք, չէ՞։ Իրենք որքան երջանիկ են, որովհետև մենք մեզ չենք ձուլում իրենց եւ իրենք ապահով չեն ոչնչանում, չեն վերանում։ Իրենք էլ կարողանում են ինքնուրույն ապրել, ձևավորվել։ Այսինքն մեր այդ բնավորությունը ոչ թե վատն է, այլ ընդհակառակը ձեռնտու է նաեւ այլ մեր երկրում ապրող մնացած բոլոր ազգային փոքրամասնություններին, որ մենք աչք չենք դնում հենց նրանց ազգային ինքնության կամ ճնշենք կամ սեփականացնենք կամ ներգրավենք, լուծենք, ինչպես թուրքերն են ուզում ամեն ինչ դարձնել թուրքական։ Չէ, մենք այդ ցանկությունը չունենք։ Մենք ազնվական ենք։ Մենք մերն ենք պահում, մերին ենք տեր, մեր սովորույթով ենք ուզում ապրել, Արսեն։ Այդ դրա համար են մեր կողքից գնացել։ Բայց եւ հյուր, այդ որ դու ասես մենակ հյուր չկան, գանու մնան։ Իհարկե իրենք գալիս են որ սովորեն, գալիս են որ տեսնեն, ուղղակի տեմպին երկար չեն կարող դիմանալ։ Այս սա է պատճառը, որ ազնվական հայ ժողովրդի ցեղի կողքին ամեն ժողովուրդ չէ, որ կարող է հավասարի պես ապրել բարոյական նորմերով։ Երկրորդ, եթե դուք ուզում եք ադրբեջանցիներին այդպես տասնյակ հազարներով բերել Հայաստան, նրանք չեն գալու որպես ազգային փոքրամասնություն, նրանք գալու են որպես տուժածներ, նրանք գալու են որպես պահանջատեր, նրանք գալու են եւ գլուխները ցից ման գան, իսկ դու գլուխդ խոնարհես ասես վայ կներես, որ ես քեզ
քո տնից կդրել էի, վայ կներես, որ ես քո հարստությանը տիրացել էի։ Դուք ինչ խոսում, ինչ անում եք, այդ բոլոր հանձնարարությունները դուք ստանում եք Բաքվից, եւ մեր բոլոր դրական արժեքները դուք ներկայացնում եք հետևից, որպես վատը, չէ՞, ասում եք մենք տկար ենք, մենք թույլ ենք, մենք Գյումրին Հայաստան երկրորդ քաղաքն է, բայց ինքը այդպես ճշող քաղաքական իմաստով, ճշող ազդեցություն մեր քաղաքական կյանքի վրա չի ազդել։ Գյումրու ընտրությունները այնպես կազմակերպեցիք Ռուսաստանին նորից հաջողանալու համար, որպեսզի բերեք այդ խեղ կատագին, երկրորդ Նիկոլին, այդ Վարդանիկին, որ ինքը խոսի նաև, ինքն իր բաժնով Հայաստանը թուլացնի եւ ասի մենք ոչնչություն ենք առանց ռուսի չլինի, գնանք ռուսի թևի տակ։ Թուրքը մի մասը թուրքը տանի, դուք տանում եք Թուրքիա, սա տանի Ռուսաստան, որ նորից աղճատեք, կիսեք, ճղեք Հայաստանը ոչնչացնելու ցանկությամբ։ Տոգորված Թուրքի հանձնարարություն եք կատարում դուք։ Հասկանում եք, բայց տեսնում եք մեր ներքին արժեքը որքան հզոր է, որ ձեզ էլի չի հաջողվում։ Ալիևի ջանքերը ապարդյուն են անցնելու։ Իմացեք, որ իսկապես ազգը սթափվելու է, որքան էլ դուք վիրավորեք, Արցախը հայությանը վիրավորում եք, ուզում եք Հայաստանից վռնդել, ուզում եք հայության Հայաստանից հանել, նրանց փոխարեն բերել ադրբեջանցիներ եւ այն գումարը, որ պետք է չեն գումարը, որ ծախսում եք Արցախից բռնի տեղահանված հայերի վրա, դրա տասնապատիկը ծախսելու եք ազերիների վրա, բերելու եք ու դնեք գլխներիդ։ Այսինքն մեր գլխին դուք կփախնեք ստեղից այդ ժամանակ։ Իհարկե, եթե ձեզ հաջողվի, մենք ազնվական ժողովուրդ ենք, մենք մարդ արարած ժողովուրդ ենք, Նիկոլ ու Արսեն, այդ դուք եք թուրքի ժառանգ, եւ դուք էլ թուրքի պես, կմնաք որպես թուրք, հայ երբեք չի ձուլվի եւ Հայաստան պետություն լինելու է ու առանց ազերու, առանց թուրքի մաքրամաքուր, մեր գենը չի մեռնելու եւ զարգանալու է եւ աշխարհը հիմնվելու է հենց մեր սկզբունքների, մեր սովորույթների վրա։ Այդ ցանկացած եվրոպական ու արևմտյան արժեքներ դեռ մեզանից շատ բան սովորելու են։ Ուղղակի իրենք այս պահին ռուսներից եւ թուրքերից շատ ու շատ առաջ են, բայց մեզանից հետ են։ Մնաք խաղաղությամբ։